Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը փառավորվի, սիրելի Աստծո ժողովուրդ, որ մեզ կրկին ու կրկին հավաքել է իր Սուրբ Խորանում իր անարատ խոսքերը մեզ մատուցանելու, այո մեր մեջ աստվածավախությունը շատացնելու, սրբությունը շատացնելու, ինչքան Աստծո շատանում է մենք այնքան Աստծո ենք մտածում, Աստծո ենք խոսում, Աստծո ենք քայլում, հիշում եք քահանայապետի շորերի քղանցքին կախված այսօր ընթերցում եմ տարբեր գույների կապուտակից, ծիրանագույնից, կրկնակի կարմիրից զանգակներ էր, նռենիներ էր ու զանգակները ոսկուց զանգակներ, ուրեմն ինչ հետաքրքիր է, որ այդ 4 ավետարաններով քո վրա պետք է ձևավորվի այն ցոքի, որ ամեն քայլափոխին ուր որ գնում ես, զանգը ստանաս, ինչի մար ես գնում, խաղաղության համար, թե չարիքի, ավետարանչության համար, թե բամբասանքի եւ ատելության, ամեն մի քայլը գցելուց մտածես, ինչի համար ես գնում, ուր ես գնում, այդ քորած ասում փառք կբերի, թե անարգանք ու հայոյանք։ Դրա համար Աստծո ժողովուրդ, այսօր Աստված դրեց սրտից, որ ես խոսեմ էլի սրբությունից, որ այսօր Սաղմոս 12-ում գրվածը կատարվել է։ Ով Տեր փրկե, որովհետև սուրբ չմնաց երկրի վրա։ Հենոր մի եղբայր եկե այդպես խոսում ենք, ասում են, որ այդ տեղը գնում է սուրբ մարդ, կասում ախպեր, ինչ սուրբ մարդ։ Սրբությունից դե իրավունք չունես խոսես։ Սրբություն չի քարոզվում, բայց որ քարոզվի էլ հարց կտան, ոնց Հիսուսանման սուրբ դառնանք։ Մոլորված են այդ առաջնորդները, իրենք մեղքի մեջ թավալված են, ուրիշներին ազատություն կքարոզեն, չեն կարա։ Պիտի իրականից հովիվները, ավակ սարկավակները, անգամ պատասխանատուները արդեն ազատագրված ըլլան, որ կարան հոտին տանան մեղքից ազատագրման, ցավերից ազատագրման ճանապարհին։ Դրա համար եթե մեղքից չեն ազատագրվում, թե հովիվները, թե հոտը զարկվում են տարատեսական բուժելի ցավերով։ Եւ ինչա կատարում, նզով տա իշնում այդ հոտի վրա, որ դու կաշխատես եւ քո աշխատած եկամուտը մի այնպիսի մարդ կուտա, օրինացից 28-ի 33-ը, որ դու նրան չես ճանաչում, փորձանք, հիվանդություն, ապտեկայի վարիշներ, վիրահատություններ։ Ամեն։ Տերը կտա, դևերը կսրբեն կտանեն։ Ուրեմն սիրելի Աստծո ժողովուրդ, քննեք գրվածը, եթե եկեղեցուց մեկը հիվանդ է, թող եկեղեցու սուրբ նվիրյալ երեսներին կանչի, հավատքով եղած աղոթքը կփրկի հիվանդին։ Եթե մեղքել գործելա կներվի անոր, ձեր մեղքեր իրարու խոստովանվեցեք եւ աղոթք արեք իրարու համար, որ բժշկվեք։ Սա է փաստը, եթե դու փրկություն ունես, դու առողջ պիտի ըլլաս։ Եթե քո հոտը կարող է պատաբար մեկը առողջ լինի, բայց նորից կզարկվի մի ժամանակ հետո, որտեղ անես կա նրա գլխին։ Եթե եկեղեցին ուղիղը ամբողջականորեն 98%-ը գլուխներից սկսած մինչև վերջի անդամը պետք է առողջ լինի, ամեն։ 20-30 տարի պահող Տերը չի կարող 5 տարի էլ առողջ պահի։ Կամ 60 տարի առողջ պահելա, ինչու է 65-ից էյան ցավեր թափում գլխին, որտեղ ծախվում են, որտեղ ծռվում են, այն իրանց քարոզած վարդապետությունը թողում են, օտար ուսմունք են քարոզում, դևերի բերած ուսմունքը քարոզենատոր համար դևերից կզարկվեն ու կդիվահարվեն։ Բայց փառավորվի Տերը զայնագրությունների համար 15 թվից դրված է, ես ամայնա 2004 թվից քարոզում եմ, բայց զայնագրությունները դրվել է 2015 թվից համացանցում։ Գնացեք, բացեք, լսեք ինչ քարոզել եմ, այն ժամանակը դուց խիստը հիմա եմ քարոզում։ Ամեն։ Որտեղ Քրիստոսը նույնն է երեք այսօր հավիտյան, եւ քարոզիչն էլ նույնը պետք է լինի, նույն հոգով շարժվի, դեռ կատարելագործի սրբությունը ասովախովը ու չնահանջի փողի համար, փառքի համար, փորի համար, ամեն։ Ուրեմն այսօրվա քարոզի թեման է Սաղմոս 12-րդ գլխից վերցրած առաջի խոսքից։ Ով Տեր փրկե վասնզի սուրբ չմնաց։ Եսայի մարգարեն էլ ասում, ձեր էլ որտեղին կարելի է զարկել, այ ապստամբներ։ Դուք անասունից բեթար եք դառը, եզը ճանաչում է իր տիրոջը, էշը իր տիրոջ մսուրը, բայց իմ ժողովուրդը չի ճանաչում ու չի նազանդվում ինձ, ամեն։ Էս է բացատրում, որ անասունն ավելի խելքով է, քան թե մարդը, որ թողել է Աստծուն, ասում է, քամակ դարձրեցին ինձի եւ ոչ թե ես։
Դրա համար իշքան սրբությունից խոսենք, իշքան սիրո խաղաղության սրբության քարոզները շատանա հոտում ու ձեր մեջ, այնքան դուք ավելի մոտիկ եք փրկությանը։ Հովանեսը սեր ու սրբություն էր քարոզում։ Մեր հետի որ ունենաք, հերիքա բան պետք չէ ամեն ինչ կունենաք։ Եթե մարդը սեր, խաղաղություն, սրբություն ունի, նրան էլ ինչա պետք քարոզես։ Ընդունել օրենք մի քարոզա, օրենք իր մեջ կատարված է ամեն։ Գնայդ օրենքի քարոզչությունը ապստամներին, մեղավորներին ասա։ Սրբերի համար օրենք չկա, օրենքը նրանց մեջ կատարված է, լման, թագավորած է եւ սրբությունը օր-օրի կատարելագործվում է Աստծո ախով, ամեն։ Պետք է շնություն անեմ, չէ՞ որ ասես մի շնացի եղբայր։ Պիտի գողանամ, չէ՞ որ ասես մի գողացի։ Դրա համար ասում օրենք չկա սուրբերի համար։ Այդ օրենքը մեղավորների, հայրը մայր անարգողների, մարդասպանների համար, ամեն, առաջի Տիմոթեոս գնացեք ընթերցեք։ Ուրեմն ով Տեր փրկե հղասնձի սուրբ չմնաց։ Սաղմոս 12-ի առաջին քարոզի բնաբանը շատ հետաքրքիր է այսօրվա օրերն է, որ սրբությունը ծաղրվում է Եսայի 59-ում ասում։ Սրբությունը աղաղակում է, բայց չի կարում հրապարակներից, արդարությունն աղաղակում է, չի կարում հրապարակներից ներս մտնի։ Ձեր սրտի դռներից ներս չի մտնում, ձեր եկեղեցիներում տեղ չունի սրբությունն ու արդարությունը, ամեն, բախվում է դռներին ու վռնդվում է դուրս։ Իսկ եթե դու խաղաղությունն ու սրբությունը վռնդում ես դուրս, ու ասում ես մեր մեջ սուրբ չկա, սաղս մեղավորներ ենք, այո, Ադամից ծնված բոլորդ մեղավորներ եք, ես էլ ձեր եք, բայց Քրիստոսից ծնվածները ու հինը հանած Քրիստոս ակածները բոլորը Հիսուսի նման արդարներ են, ամեն, ալ ոչ թե ես, ապա Քրիստոս։ Դու ընդունում եք, որ մեղավոր Ադամի սերունդ եք, բայց նաև չեք ընդունում, որ հարուցյալ Քրիստոսի սերունդ եք։ Դու ընդունում եք, որ Հիսուսը խաչվեր է, բայց չեք ընդունում, որ հարությունը առ է։ Ինչի մար, որտեղ նա մեր մեղքերի համար փոխան մեզի մեռավ, եւ մեզ արդար ու սուրբ կյանք ապրելու համար փոխան մեզի արությունը առ է, ամեն։ Դու փամփրսավոր հավատացյալ եք եւ Ռոմիացիների 7-ից էսկոմ չեք անցնում։ Միշտ կեղտոտում եք եւ շաղախվում եք ձեր մեղքի կեղտերի մեջ, ամեն։ Դու մաքուր առաքինի կյանք հոգևոր կյանքում հասունցած կյանք չեք հավատում, որ կարաք ապրեք։ Ասում եմ ժամանակին նայելով բոլորդ պիտի ուսուցիչները լայք ու սովորցնեիք, հասուն սրբերը լայք ու փորձառու զինվորներ։ Բայց տակավին կաթի եք կարոտում, կեղտոտում եք, նստում եք ձեր կեղտերի մեջ։ Կեղտերը ձեր մեջ եք պահում, դևերից չեք ազատվում, ամեն։ Ուրեմն Սաղմոս 12-ի առաջին Եսայի 59-ի 15-ը ուշադիր, 1-ից 15-ը կարելի է գրել, բայց 15-ում է ինձ գրված, չէ՞ որ սրբությունը, արդարությունը աղաղակում է, բայց չի կարող ձեր այդ դռներից ներս մտնի, ամեն, ձեր սրտներից ներս մտնի։ Եսայա 1-1-ից 7, Մատթեոսին 48, ասում է ձեր երթնային հորպես մեղավոր եք, արդար ու սուրբ կատարյալ եղեք, ումն է ասում։ Եթե սա հնարավոր չի, Եբրայեցիների 12-րդ գլուխ, 11-ից 12-ը, առանց խաղաղության ու սրբության մեկը Տերը չի տեսնի, ամեն։ Առաջի Պետրոս 1-15-17, Առաջի Հովանու 1-5-ից 10 եւ 2-1-ից 6, բոլորը քարոզել ենք, բոլորը խոսել ենք ու նորից խոսում ենք։ Եվ առաջի Կորինթացից 11-1-ին ինչ ասում։ Նմանվեցեք ինձի, ինչպես ես նման եմ Քրիստոսին։ Հիմա տեսեք տարբեր դարաշրջանի մարգարեություններից եմ օրինակ բերում, որ իմանաք Քրիստոսը նույնն է, Աստված նույնն է երեք այսօր ավիճան։ Նա միշտ սրբության է փափագեն, նա միշտ հորդորել է, որ անարած սուրբ կյանք ապրեն, թեկուզ հին ուխտում թերի են մնացել, որտեղ պիտի Քրիստոսը գար, մեր հին Ադամը խաչեր, նոր կյանք շնորհեր, նոր կարողանայինք մենք կատարյալ ամբից անարատ կյանք ունենայինք։ Բայց փառք մենք նոր ուխտի քրիստոնյաներն ենք, արդեն հներից գործ չունենք։ Հները բոլորը թերի մնացին, դրա համար համարյա ոչ մեկին որդի չանվանեց Աստված։
Իսկ նոր ուխտումով ընդունում է, հոգին ընդունում է որդեգրության հոգին, եթե նա ճշմարիտ սնունդ աստանում, աճում մեծանում է, ճշմարիտ լման Հիսուս Քրիստոսի նմանադառնում, անորպես է քայլում, խոսում ու գործում, ինչը գրված է Առաջի Հովանու 2:6-ում, ան որ կսե անոր մեջ կբնակվի, անոր մեջ, ոչ թե Քրիստոս քո մեջ փոքրիկ զորություն, նա գալիս է աստվածային թթխմորը քո մեջ, որ աստվածային մագնիսով տանի քեզ խմորի մոտիկացնի Աստծուն ու Քրիստոսը հագցնի ու մկրտի, ամեն, որ Քրիստոսը դառնա ամենը ամեն բարի բանի մեջ, ալ ոչ թե դու, հապա Քրիստոս։ Ուրեմն Սաղմոս 12:1 ով Տեր, աղաղակումը, փրկեր, վասնզի էլ սուրբ չմնաց, մատերի վրա ենք հաշվում, վասնզի հավատարիմները մարդոց որդիներու մեջ են պակսեցան, ինչին հավատարիմները, խոսքին հավատարիմները, խոսքի համար այնուն թափող մեռնողները, բայց մեղ չգործողները, սրբերը սրանք են, իսկ քեզ մի հատ փխկեն անում ուրանում ես, ստում ես, շնանում ես, պղծվում ես, դե ինչ անեմ, վախեցա, բա Աստծուց վախ չունեիր, որ այնուն թափեիր, բայց մեղ չգործեիր, որովհետև դուք շնությունից, գողությունից վախենում եք, չեք անում, սպանեն չեք անի, բայց բամբասանքից ու ստից չեք վախենում նույն ձևի, փոքր մեղքերը մայրն են մեծ մեղքերի, ինչպես վախենում եք շնությունից ու սպանությունից, իմացեք սուտը, բամբասանքը նույն մեղքերի նման է, նույն շնությունն է դավաճանություն Քրիստոսին եւ նույն Աստծո որդուն քո մեջի սպանելը, ամեն, քո մեջ սպանում ես ծնված Աստծո որդուն, հելա որ դու դավաճան շնացող ու մարդասպան ես, ուրեմն փոքր մեղքերը մայրն են մեծ մեղքերի, ով Տեր փրկա ասում, փրկա շատերին, որ ապրեն գոնեն պստիկ հոտը սուրբ լինի, մի վախեցիր պստիկ հոտ, սուրբ անարատ հոտ, մեղքից փրկված, կրոնից, բանակից ազատագրված հոտ, հայրը հաճեցավ թագավորությունը քեզ տա, ամեն, դուք աշխարից դուրս եք եկե, բայց ավելի պղծված աշխարհ եք մտե, բանակ, կեղծ կրոն, որտեղ սրբությունը ծաղրվում է, որտեղ անարգում են սուրբերին, իսկ ով իրականից մեղանչելուց դադարում է Եսայի 59-ում ասում, նրան անարգում, հալածում ու չարչարում են, ամեն, ծաղրում ու ծեծում են, Երեմիայի նման տիղմոտ գուբերն են մտցն։ Եսայի 59:15-1-15, որ Տերն ասում է իմ ձեռքը չի կարճացել ձեզի օրհնելուց եւ իմ ակաժները չի խլացել ձեր աղոթները լսելուց։ Ձեր մեղքերն են փակե իմ երեսը ձեզանից, որ ձեր աղոթները չլսեն։ Եվ հենց այդտեղ ասում է, որ մենք հանցանք ենք գործել, անօրինացել ենք եւ մեր անօրինեությունը գիտենք ու չենք ապաշխարում։ Ատոր համար այս ցավերը, այս չարիքներն ու անհաջողությունները թափավ մեր վրա։ Եվ ճշմարտությունը, արդարությունը աղաղակում է, բայց չի կարող ներս մտնի։ Որտեղից? Ձեր սրտերից, ձեր եկեղեցիներից, որտեղ ձեր եկեղեցու հովիվները շնացող ու անառակներ են, Աստծո խոսքը ատող զզվելիներ են, նրանք չեն հորդորի, որ դու կարաս Հիսուսանման սուրբ դառնաս հինը հանելով Քրիստոս ակնելով։ Նրանք ճանապարհը չգիտեն, որ հորդորեն կմնան ճանապարհին, որտեղ այդ ճանապարհը անցած պիտի լինի հովիվը, հասունցած, որ կարա մանուկ գառներին ծնի սնի ու հասունցնի եւ Քրիստոսի լման ասակին ասցնի։ Ամեն։ Մի ժամանակ իմ բոլոր օգու պտուղները մինուս էին, մարմնի պտուղները պլյուս, բայց այսօր ներհակը կատարվեցավ, հիմա հոգու պտուղներն են պլյուս, մարմինը մինուս, բայց մի ժամանակ ուշ չկար, կրոնի մեջ ասում է անհնար է մարդը փրկվի, բայց որ ճիշտ ծնունդ ես ստանում, ճիշտ ծնունդ ես ստանում ճշմարիտ եկեղեցում, ճշմարիտ հոգեբարձուների հսկողության տակ կրթվում, դաստիարակվում, հանդիմանվում ու խրատվում ես, մեկ օր տեսնում ես դու հովիվ նման եւ հովիվն էլ Հիսուսի նման սուրբ է,
Ասենք Հիսուսի նման սուրբը ինչ է, կամ պետք է սուտ ասես, կամ չասես, կամ պետք է շնանաս, սատանայի զավակ դառնաս, կամ պիտի չշնանաս, Հիսուսի զավակ լինես, կամ պիտի նախանձես, կամ պիտի չնախանձես, կամ պիտի դատես բամբասես, կամ պիտի բարեխոսես, ամեն, բարդ բան է Հիսուսի նման լինելը, չէ, եթե սուրբ ոգին է գալիս, շատ հեշտ է, բայց եթե անձով եք ուզում սուրբ դառնաք, ասեմ ձեզի, որ դուք խաբված եք, կյանքում էլ չեք հասնի սրբության, ուզում եք 30-40 տարի մեղքի տիղմում թավալվեք, չեք հասնելու, որտեղ Քրիստոսը պետք է իր լուսոզորությունով գա եւ մեղքը մոխրանա եւ անետանա, ամեն, սուրբ կյանք ապրել ուրիշ բան չէ, լույսը գալիս է ու խավարը անզորանում է, երբ դու տկարանաս գիրտն աղոթքը թողես, խավարը մեկը միշտ կմտնի քո տունը, ամեն, հիշեք խավարը չի վերանում, խավարը մեկը միշտ չի հեռանում, քո միջի լույսն այնքան շատ է, խավարը անզոր է քո մեջ գործի, ամեն, խավարը էլ չի կարողանում իշխանություն բանեցնել քո վրա։ Եսայի առաջի գլուխ 1-ից եմ ասել, բայց 2-ից ընթերցենք մեր բուն թեման 2-ից 7-ի մեջն է։ Լսեցեք ով երկինք, էլի ողբում է, ինչպես 12-րդ Սաղմոս ասում է, ով Տեր փրկա չմնաց սուրբ։ Բոլորը աշխարհ գնացին, բոլորը աշխարհիկ դառան։ Օսված միտն ասում է աշխարհն այնքան եկեղեցականադառ է ու եկեղեցին այնքան աշխարհիկ, որ սահմանակիցը խախտվեր է պիղծն ու սուրբը չի տարբերվում։ Հլնում եք, նա ինչ արավ դու էդ եք ուզում անեք, նա ինչ խոսեց էդ եք ուզում խոսեք, մի խոսեք, քիչ խոսեք, նա խոսում է դու բարեխոսի, նա իրեն բացում է դու քեզ փակի, նա լաչար լեզվախեղտ է դու լռի աղոթք կար, ամեն, տարբերանշան պիտի լինի փարավոնի ժողովրդի եւ Իսրայելի միջեւ, որ պատուհասները նրա գլխին չթափեն, Եգիպտոսը ասավ կզարկվի, բայց իմ ժողովուրդին կպահեմ ու տարբերանշան կդնեմ, որ դու տեսնես սուրբի եւ պիղծի տարբերությունը, ամեն։ Լսեցեք ով երկինք, ակաշդիր ով երկիր, որովհետեւ Եհովան է խոսում։ Ես զավակներ մեծացրի ու բարձրացրեցի, բայց նրանք ապստամբեցին ինձ դեմ։ Ես ճանաչում եմ իր տիրոջը եւ էշը իր տիրոջ մսուրը։ Բայց Իսրայելը չի ճանաչում իմ ժողովուրդը չի իմանում, չի ճանաչում ինձ։ Զուր տեղը զիսկը պաշտեն Մատթեոս 15-ում ասում է։ Եսայիա մարգարեությունից էլի վեկալված։ Պարապ տեղը զիսկը պաշտեն, մարդկաց պատվիրած ավանդությունները վարդապետությունն են արելով, ամեն։ Վայ մեղավոր ազգին, վայերնա թափելու էդ Իսրայելի վրա, ծրված մարմնավոր նզովյալ Իսրայելի վրա, որոնք ճշմարտությունը սուտի հետ են փոխել, որոնք ավետարանը իրես կրքոտ ցանկություններին են հարմարեցրել։ Ասում եմ գրքից մի օրենք պահում եք, չի կարում ասահա։ 30 տարվա հոգի ասում եմ դու այսքան տարվա հոգի ես գրքից իշտ եք տոպ տոշտի պահե, որ ոնց գրված ատես պահել եք, չկա, չի կարում ասի, որտեղ չկա, ասկան մասաղ ծրմրված է իրաց մոտ։ Վայ մեղավոր ազգին, անօրինեությունով ծանրացած ժողովուրդ, չարագործների սերունդ սա խոսում է անունով հրյա հավատացյալ մարդկանց մասին, բայց գործերով լրիվ էթանոս են նրանից էլ պիղծ։ Չարագործների սերունդ, ապականից զավակներ, մեղքով չէ ապականված պետք է լինեն, թող տրին տիրոջը, անարգեցին Իսրայելի սուրբին, ետ քաշվեցին, ինչից, Աստծո օրենքից, սրբությունից եւ արդարությունից։ Դրա համար էլ այդ մեղքին գնալու պատճառով զարկել եմ ձեզ, ցավեր եմ բերել ձեր հովիվներին ու ձեր գլխին, բայց չեք կարում քննեք։ Ձեր էլ որտեղին կարելի է զարկել, որ ապստամբություն եք ավելացնում։ Բոլոր գլուխը հիվանդ է, հիվանդ ավատացյալներ, հիվանդ հովիվներ, իմացեք, որ ես Եսայու առաջի գլխի եւ Օրինացիս 28 գլխի նզովն աթափե ձեր վրա, ձեր տիրոջ խոսքը անարգելու պատճառով։ Ձեր էլ որտեղին կարելի է զարկել, որ ապստամբություն եք ավելացնում, բոլոր գլուխը հիվանդ է եւ բոլոր սիրտը նվաղել է, ոտքի թաթից մինչև գլուխը ողջտեղ չկա նրա վրա, հարվածներ եւ վերքեր եւ շարավալի խոցեր,
չեն մաքրվում, չեն կապվում եւ յուղով չեն կակղեցվում։ Հենոր օրասում եմ այցելել իմ սպասավորին տեսնելու նախքին։ Ինձ հարց եմ տալում, իմ կռապաշտերը արդեն 80 տարեկան ալնում, առողջ մանա գալիս։ Ինքը իրեն ամեն հարցերը լուծում, բայց այս մարդը երևում է 50-60 տարի հավատքի մեջ այլ է։ Հովիվա Հելե անունով, պարկե աղերսում մա, խոսքեր մեկ ինսուլտ, քաղցկեղ, գանգրենա, փդախտ, դիալեզ, ժողովուրդ, ծեր աստվածը էկ նվեր տվեց էտ հովին, ողպամը տեն ծոսու վրեն, նա չարագործը, նա բարի աստված չի, եթե իրա բարի զավաղը կյանքա դրե իրա համար, ու ինքնա բժիշտն ու բժշկապետը, ինչու է թողում էտ ծերության շեմի ինքը տարապելով, դևեր էտ ոսկորային ցավերով կրծոտում են նոր մեռնում։ Միթե դուք հոգու միտք չունեք, հլը քննեք Գեդեոնն ասավ, եթե Տերը մեր հետ է, բա ուրա տիրոջ խոստացած օրհնությունները, ամեն։ Բա ուրա, եթե Տերը մեզ հետ է, մեզ չար բան չի պատահի։ Սաղմոս 23, Սաղմոս 34, Սաղմոս 91։ Քո հավատքով քո տանը չար արված չի դիպչի, ամեն։ Որ չասեմ, բա ուր էր քո Աստվածը։ Կյանքը դրած գիշեր ցերեկ ծառայում էր։ Այնպես չէ մեր ընտանիքի անդամները բոլորը սրբերենել է։ Բարեխոսությունը փրկեց Ղովտին, ամեն։ Աբրահամի բարեխոսություն ասում է եւ Աստված հիշեց Աբրահամին։ Ու վկայությունը տանում է բարեխոսական աղոթքը։ Եվ Ղովտին փրկեց, բայց կրկին Ղովտը չմնաց օրհնության մեջ։ Տիր երավ քարե, աղի արձան։ Աղջիկները պոռնիկ անառակ։ Հիմա հասկանում եք, տեսեք Եբրայեցիների Մատթեոս 15:48 ինչ ասում։ Ձեր երկնային որպես կատարյալ եղեք ժողովուրդ։ Եթե սա անհնարին բան լիներ, Հիսուսը ըտես օրենք կտար մեզ։ Թեսաղոնիկեցիների 5-րդ գլուխ 23 խոսք ինչ ասում։ Եվ Աստված ձեր բոլոր հոգին, շունչը եւ մարմինը ամբից ու անարատ կպահի մինչև Տիրոջ գալուստը։ Սա ուրեմն հնարավոր չէ Պողոս առաքյալը առաջի Կորինթացիս 11:1-ում, որ ինքը հրեշ մարդասպան էր, ասում է իմ նման մեղավորի գլուխը արդեն նմանվել է Հիսուսին։ Դուք էլ ինձի նմանվելով Հիսուսին կնմանվեք։ Նմանեցեք ինձի, ինչպես ես նմանվել եմ Քրիստոսին։ Ինչու ասում նմանեցեք ինձի, արեք իմ մոտ, ես ձեզ կբացատրեմ ոնց ձեզի կթաղեմ ու ձեզ կնմանեցնեմ Քրիստոսին ու դու նրա պես կքայլեք, կխոսեք ու կգործեք, ամեն, այլ ոչ թե ես, ապա Քրիստոս։ Եբրայեցիների 12:11-12 դրանից վերևը ասում է այն որ հայրն, այն որ որդին է, որ իր հոր կողմից ծեծ չի կերը, չենք ծեծում։ Ինչի համար ենք ծեծում, որ չարությունը թողեն, ամեն։ Որովհետև առանց խաղաղության ու սրբության մեկը հայրը չի տեսնի, եթե որդին ծեծ չուտա, չարիքը չի թողի, սուրբ չի դառնա։ Ու դրանից հետո ասում է, որտեղ առանց խաղաղության ու սրբության մեկը Տերը չի տեսնի, ահա թե ինչու է հայրը մեզ ծեծում ու խրատում, ահա թե ինչու է ժամանակ առ ժամանակ մեզի խայթոցներ պետք, ահա թե ինչի պիտի ասենք պատժող ձեռքդ համբուրեմ ես Քրիստոս, եթե դու ինձ չպատժիր, չթույլ չտայիր այդ փորձությունը, ես այս գաղջ վիճակից չի ազատվի։ Չի կարա հիվանդությունը քո հետ հարատևի, եթե քո հետ Սուրբ Օքին է հարատևում։ Ամեն էդի գլեմ ես, էդի գլիմ օգնականը, իրա կինը, հիվանդա ուրեմն մեղքն է հարատևում։ Կինը տկարա մեղավորը դու ես սպասավոր, հանդիմանաս հաստա խրատա, օգնաթո դուրս գա այդ վիճակից, որովհետև քո վարքագիծը նաև ստուգվում է քո կնոջով, հələ չեմ ասում եպիսկոպոսության շրջանում, որ զավակներն էլ ուշադիր լինենք, անառակության մեջ չափստանված չլան։
Բայց Սարգսակի ավակ Սարգսակի կինը իր հետ օգնականի պես նա եղբայրներին պետք է օրինակ ծառայի նայել քույրերին, ամեն։ Նորեկ եղբայրները պետք է Սարգսակից ավակ Սարգսակից խրատացնեն նորեկ քույրերը Սարգսակի կնոջից կամ երեցի կնոջից։ Որ հոտը դառնա մեկ շունչ, մեկ օքի մի մտածմունք, բայց ձեր եսիկը թաղեմ ձեր եսը, չի թողում գաք ասնի, չի թողում գաք խոնարհվեք։ Մեզ որ տարիքով եք լինում, պրծավ դու ամենագետ եք, բայց հոգևոր փորձառության մեջ տե գետ եք, ամեն։ Առաջի Պետրոս 15, առաջի գլուխ 15-17 Ձեզ կանչող Սուրբ Հիսուսի պես դուք էլ սուրբ եղեք ձեր բոլոր վարմունքների մեջ, ամեն, ամեն տեղ առաջինը տան մեջ սուրբ դարձած անձը, ամեն տեղ սուրբ է, հավատում եք, կնոջ, զավակների, ծնողների, ընտիր վառարան անցածը, եկեղեցում սուրբ է 100%, բայց ով որ եկեղեցում իրեն սուրբ է ցույց տալիս, հասնում տունը դառնում վայրի գազան, հատկապես քուրերը կամ եղբայրները։ Միած ցած բանի մար վիճվում են ու ինչ պիտի ասում են, բայց հիմա ոնց ես մտածում Տիրոջ օքին քո հետ գործում, հա։ Տիրոջ օքին վաղուց ստարտում է հեռացել արդեն քո լկտի վարքը տեսնելով, ամեն, շուտ զղջա։ Ինչքան կարակ շուտ կոտրվեք գաք խաղաղության, այնքան Սուրբ օգուն շուտ ներս կբերեք ու դևերին եւ աղբերին դուրս կվռնդեք։ Ինչքան դանդաջում եք դու ներողություն խնդրելու մեջ սրտանց, որ իրոք էդի քրիստոնյայի վար չէ, թե կնոջ վրա, թե եղբոր վրա։ Հինեզությամբ, խաղաղությամբ պիտի ամեն բանը լսի, աղաչի, խնդրի, բացատրի, եղբայրն էլ սեր տալով, ջերմություն տալով այդ տկար անոթի պես հանի այդ ցեխից ու տանի դեպի փրկություն, ամեն։ Կապ չունի, ինչ որ այա, քո կիննա, տկարա զորավորա, դու կարաս նրան սարքես, զորավոր դու կարաս նրան սարքես տկար անպիտան, ամեն։ Լեզու գտի հետը, որտեղ նա քեզ սիրում է, եթե չի սիրում ոնց ես դու սարկավակ դառը։ Չի կարա չսիրված զույգը սարկավակի կամ պատասխանատուի թեկնածու լինի, ամեն։ Եթե տեսել ենք ձեր սերն ու միությունը, դրել ենք պատասխանատու, պատասխանատուից հետո սարկավակ, սարկավակից հետո ավակ սարկավակ երեց։ Ասում եմ չէ, որ ասեսով ասավ մեր երեցի կնիկ գոլումնա, ասեսի զոլումա, զոլում, սավ հելում մակրվիստից։ Ոյ չէ երեցի կնիկ, հասկանում եք, բայց սրան ոնց են թող է հասետ աստիճանի։ Ոչ երեխեքն են խոսքի հավատքի մեջ, նորմալ, ոչ կինը վարք ունի, ոչ էլ ինքը կրթություն ունի, անգիրոր է, ով որ կասա մեղ չեմ գործում ստախոս, ասի դու ստախոս ես, ստես բան չկա գրած, ով կասի ծնված օրվանից մեղ չգործեցի, ադամից սուրբ եմ ծնվե, ստախոս այս այդ համարը ընթերցելու եմ, Քրիստոսի մեջ եղածը հենց էտուց հետո ես այդ քարոզը տվեցի։ Քրիստոսի մեջ եղածը չի կարա մեղ գործի։ Ադամի մեջ եղածն էլ չի կարա սուրբ կյանք ապրի, ամեն։ Ադամի մեջ եղածը պարտադիր մեղքերի մեջ է թավալվում։ Քրիստոսի մեջ եղածը պարտադիր լուսո եւ սրբության մեջ է շաղախվում ու թավալվում, ամեն։ Միջավայրդ պետք է փոխենք։ Քո բնությունը պետք է փոխվի, եթե դու ուզում ես սուրբ լաս։ Ով ասում է սուրբը ալինքը չկա։ Քրիստոսն է ամեն բանի մեջ, ամեն։ Իրան թաղել ենք, նորը հագել, արդեն կամ հագնելու շեմինա։ Առաջի Հովանու առաջի գլուխ 5-10, տեսեք, հենց ստեն է ցույց տալում, ոնց պիտի մենք լույսի մեջ թագավորենք, որ Ադամի մեջ եղածը չի կարա մեղ չգործի։ Քրիստոսի մեջ եղածն էլ չի կարա սուրբ կյանք չապրի, ժողովուրդ։ Հասկանում եք ինչ որ լույսի պալատի մեջ մտած ասեն մեղ խավարա մի սենյակում։ Չի կարա տենձին, ասում թող մեղքը չթագավորի ձեր մահկալացու մարմինների վրա, որ անոր մեղսալի ցանկություն էին հնազանդվեք։ Ստեյականը ոչ թե ստելն ու բամբասելն է, էականը որ մեղքի թագավոր սատանան է քո տերն ու տիրակալը։ Սա է, որ դու նրա հետ ես էլ հարաբերվում շնանում։ Փեսայի հետ պսակվել ես, բայց հին հոմանիներից
Սիլիբիլի ելնելը չես դադարե, սա է մեղքը։ Ապա թող Քրիստոսը թագավորի ձեր մահկանացու մարմինների վրա, որ նրա ցանկություններին հնազանդվեք, ամեն, նրա սուրբ ցանկություններին։ Իսկ նույնը Հռոմեացիների 8-ում ասում է, եթե Քրիստոս ձեր մեջ է, ուրեմն մարմինը մեռած է մեղքի հանդեպ, հոգին կենդանի է արդարության համար, ամեն։ Հիմա տեսեք ասիկայի այն պատգամը, որ իր մեր լսեցիք ու ձեզի կիմացնենք, թե Աստված լույս է, սրբություն, նրա հետ հաղորդողը պետք է սրբություն հագնի ու լույսի մեջ քայլի, ինչպես անիկա լույսի մեջ է, պարզ գրած է։ Լույս է ու անոր մեջ բնավ խավար չկա։ Եթե ասենք, թե անոր հետ հաղորդակից ենք ու խավարի մեջ պտտինք, մեղքեր գործենք, ինչպես այսօրվա հավատացյալները, սուտ կխոսենք, ու ճշմարտությունը չենք ասել, այսի է սուտը, որ դու եթե ասում ես, ես Հիսուսի մեջ եմ, ու մեղք ես գործում, դու ստի հոր զավակ ես, դու Հիսուսի հետ գործ չունես, ստի հոր զավակը կարա մեղք գործի, ստի հոր գերին կարա սուտ խոսի, ամեն, կարող է տիրոջ զավակը մանուկ լինելով սայթակի, պետք է թափ խղճահարվի ու վաղը կիսատասի են, մյուս օրը հեռանա այդ ստից, խոզի և գարան օրինակով։ Հապա եթե լույսի մեջ քայլեք, իր լույսը սրբությունն է, ինչպես անիկա լույսի մեջ է Քրիստոսը, իրարու հետ հաղորդակից կլանք, իսկ մեղքը կտրում է ձեր հաղորդակցությունը, Հիսուսը լույսի սրբության մեջ, դու մեղք գործելով քո հաղորդակցությունը խզվում է, ո՞նց ես այդ նրա հետ կապի մեջ։ Հապա եթե լույսի մեջ քալենք, ինչպես անիկա լույսի մեջ է, իրարու հետ հաղորդակից կլանք ու անոր որդու Հիսուս Քրիստոսի այրունը մեզ ամեն մեղքեր կսրբե, ամեն։ Նա բոլորի մեղքերն էլ ներել է, բայց ով որ հասկանալով գալում նվիրվում է Տիրոջը, մեղքերը թողում եւ ազատագրվում է, նրա մեղքերի թողությունը հաստատվում է եւ նա սուրբ է համարվում։ Հիսուս Քրիստոսով սրբվածներից սուրբ էր դառնալու կանչվածներից։ Եթե ասենք, թե մենք մեղքը չունենք, թե մեղ չունենք, ծնված օրվանից, ես արդար եմ ասում, անձի պետք է Քրիստոս խաչվելա, ես ինչ մեղք եմ գործել, եթե ասենք մեղքը չունենք, Ադամից ծնված սուրբ ենք, ինքսիկնից կխապենք ու մեր մեջ ճշմարտություն չկա, հասկացաք, բոլորը Ադամից ծնվածները, Հոբն ասում է, ով կարա անմաքուր կնոջից մաքուր բան ծնի, Ադամից բոլոր ծնվածները մեղսագործներ են, Քրիստոսով բոլոր ծնվածները ու հասունցածները սրբեր են, ամեն։ Ստե էականը ով է քո մեջ թագավորած, մեղքի բնությունը, թե Սուրբ Հիսուս Քրիստոսը։ Եթե խոստովանվենք մեղքերնից, հավատարիմ է անիկա, որ մեր մեղքերին թողություն է տալու եւ մեզ ամեն անիրավություն է սրբելու։ Եթե ասենք, թե մեղքը չգործեցինք, ոչ թե չեմ գործում հենց հիմա Քրիստոսի մեջ, չգործեցինք անցյալ կատարյալով է խոսում։ Ադամից ես սուրբ եմ ծնվել, ինչ մեղք, ես արդար եմ, քեզնից էլ արդար եմ, չէ՞ շատերն ասում են։ Եթե ասենք մեղքը չգործեցինք, ոչ թե չեմ գործում հենց հիմա Քրիստոսը հագնելուց հետո։ Հեսի վերցրին ասում են, այդպես չկա, որ Սուրբ Հովհաննեսն է մեղք գործել։ Այո, անկիրքներ, Հովհաննեսը սա խոսում է իր Ադամի մեջ եղած ժամանակը։ Իսկ Հովհաննեսը ծրանից հետո ասում է, ան որ կասա մեղք եմ գործում, սատանայի զավակը, ամեն։ Ասուս ծնվածը մեղք չի գործում, ով մեղք է գործում, սատանայի զավակը։ Հովհաննեսը նույնը ասում է հաջորդ գլուխներում։ Եվ իրա 2:1-ից 6-ում, որ կարդում ենք Ադամից դուրս ես գալու ու 6-րդ խոսքով մտնում ես Քրիստոսի մեջ, որը կընթերցեմ, ասում ան որ կսե Քրիստոսի մեջ կբնակվի, այնպես պիտի քայլե խոսե ու գործե, ինչպես Քրիստոսը։ Հիմի Հովհաննեսը իրա խոսքով իրան հակասում է, առաջի գլխում ասում է պիտի մեղքի մեջ թագավորեք, երկրորդ գլխում ասում է Հիսուսի նման սուրբ պիտի լինեք, ձեր նման տգետներն ու անգրագետները առաքյալների կողմից խոսված դժվարիմաց խոսքերը ծուռը կմեկնեն իրենց անձի կորստի համար, գրված է երկրորդ Պետրոս 3-րդ գլուխ 16 խոսքում։ Պողոս առաքյալի կողմից գրված ասում է դժվարիմաց խոսքերը ծուռը կմեկնեն իրենց անձի կորստի համար։ Եղավ, իսկ ես չեմ ուզում կորեմ, դրա համար ուղիղն եմ ասում ձեզ։
Կգա ժամանակը ով կհասունանա, կհասկնա, որ առանց խաղաղության ու սրբության մեկը Տերը չի տեսնի, ամեն։ Ասուս ծնվածը մեղ չի գործում, ով որ մեղ կա գործում սատանայի զավակա, առաջի Հովանու 3-րդ գլուխը մի քանի տեղ ասում է, ով մեղ կա գործում սատանայի զավակա, ով սուտ է խոսում սատանայի զավակա, մեռա սիրտս 3 տեղից ճոքաբին չևելա 9-րդ դար։ Պտոտին մեռնի օրերիդ, լուսին օրև աստղեր, օրեգակ, ինչ ասես խոսում են։ Հետո Տերն ասա Հիսուսս օրհնի քեզ, թորնիկ ջան։ Այնես բարերը կօգտագործում, դա մեղ կա։ Ամեն դատարկ բարը, որ բերանից դուրս կգա, կխոսի, դատաստանի օրը հաշիվ ես տալու։ Որ ասում եմ, բվար մեռար, թաղումը դիեպիրը, լավ դա ձեր ես օրնում ընձի։ Ասում եմ, դու սուտ խոսում ես, էտի մեղ չես ամարում, որ քեզ ասում եմ, բվար մեռ ես, ձեր չեմ օրը, հարց եմ տալում, թաղումը դիեպել է։ Փոխանակ ասես, վայ մեղա եմ տեր ջան, իրոք ես ինչ եմ բերանից ես դուրս անում, հլի մի հատն ասում ես, ձեր ես օրնում։ Ձեր չեմ օրնում, խորուրդով հանդիմանում եմ քե, որ ստախոսությունը դադարես և ստության դևերի հետ չշնանաս և չպոռնկանաս։ Ինչ կա ճիշտ ասա։ Հիմա տեսեք որդյակներս վերջի մասն եմ կարդում, առաջի Հովանու 2-րդ գլուխ 1-ից 6-ը ցույց է տալում ոնց Ադամից դուրս գաս մեղսագործ ճայիճից, մեղքի տիղմից ոնց դուրս գաս մտնես Քրիստոսի սրբության օրհնության ջրամբար, ամեն։ Դու ինչու չես խոսում այդ սրբության մասին, որտեղ դու փամփրձավոր հավատացյալ ես, կեղտոտում նստում ես, կեղտը լցում ես գլխիդ, թավալվում ես այդ հողերի մեջ, դու այտենց խոզի կյանք ես ապրում։ Պետրոս առաքյալն էր ասում, շունը դարձավ իր փխսածն ուտելու, լվացված խոզն էլ ցեխի մեջ թավալվելու, որը առակած գրքում է գրած։ Եվ Պետրոսը օրինակ է բերում։ Որդյակներս այս բաները ձեզի կգրեմ, որպեսզի մեղ չգործեք։ Ուրեմն Հովհաննեսն ասում է կա աշճան, որ ասնում ես էլ չես մեղանչում։ Հասունության գագաթնակ է, ծնվել, մկրտվել ու հոգով աղթել։ Եվ եթե այդ ապաշխարության շրջանում, եթե հանկարծ մեղ գործելու լավ, չվախենակ ասում է, օրքով բարեխոս ունիք Հիսուս Քրիստոս արդարը։ Անիկա ոչ թե միայն մեր մեղքերին է քավություն արե, բոլոր աշխարհի մեղքերը քավե, բայց ով կասկնա կգա, հինը կհանի, Քրիստոսի այունով կսրբանա, խաչի զորությունով կազատագրվի գործնական սուրբ կլինի, նոր այդ Քրիստոսի գործը իր սեփականությունը կդառնա, ամեն։ Դեչնա բոլոր աշխարհի մեղքերը երբ դու դեռ ծնված չէիք, Եփեսացիս 2-րդ գլուխ։ Նա ձեր մեղքերը իր այունով սրբեց, ամեն, բայց սուրբ չդարձրեց։ Հիսուս Քրիստոսով սրբվածներ, որ եկի արդեն ընդունել եք Հիսուսին, սուրբեր դառնալու կանչվածներ, ամեն, կանչվել եք, որ դուք սուրբ դառնաք։ Սրբանալը դա առաջի քայլն է, դուռը բացիկ մտակ այդ ճանապարհը, բայց կարակ մինչև վերջ գնակի նահանեք Քրիստոս ակնեք, բայց կարակ նաև հրաժարվեք գնաք ու այդ սուրբ ոգին մարի ձեզանից հեռանա։ Հնարավոր բաներ եմ չի պատմում, կյանքում կատարված բաներ։ Անիկա մեր մեղքերին քավություն է, եւ ոչ միայն մերիններուն, հապա բոլոր աշխարհին նահալ, ամբողջ աշխարհի մեղքը ներել է, Եփեսացիս 2:1-5-ն էլ ասում, դեռ դու ծմաշիր քո մեղքերը ներել է, դրա համար ինչ կանես, մատ զղջման աղոտ կորա, ելու վազի, կարևորը մեղքի բնությունը տեսնքնելով, հլնելով քայքայվի, պտի փճանա, էլ մի տարի հետո չընկնես, ամեն։ Իսկ դու ասում ես, որ ես ընկերեմ էլ չեմ փրկվի, տո գեշ, տո կույր, հոգևոր անմիտ։ Մեր բարով է, մեր բարվարով գեշ նշանակում անմիտ։ Դու որ ընկել ես, որ հին մարդդ փճանա ել վազի։ Բացատրում եմ, չէ, ինձի փրկություն չկա։ Աղջի կա։ Քրիստոսի այրունը քեզ սրբել է։ Քրիստոսի խաչը քեզի փրկել է։ Մենակ ել վազի մինչև վերջ։ Չկա մեղքերի պատիժ կրել, կա մեղքի բնության պատիժը կրել, ամեն, մեղքերի պատիժը Քրիստոսն է կրել,
Եթե դու էդի արամարես Քրիստոսի այրունը անմաքուր ամարես, մնաս քո խոզության մեջ, հոգևոր խոզության կեղտերի մեջ, դու Քրիստոսի խաչը անարգելու, այրունն անարգելու, այդ տառապանքը անտեսելու համար ամենամեծ դատաստանն ես կրելու։ Թե չէ մեղքերիդ համար, տեսեք գրված է անիկա մեր մեղքերին քավություն է։ Եփեսացիս 2-ում ասում է դեռ դու ծնված չէիր, 2:1-5, նա քո մեղքերը ներեց, ամեն։ Հələ մարդիկ կան չեն ծնվել, նրանց մեղքերն էլ աները։ Մի զոհով մշտնջենապես կատարյալ հրավ սրբվածներին։ Անիկա մեր մեղքերին քավություն է։ Եվ ոչ միայն մերիններուն, հապա բոլոր աշխարհիննալ։ Եթե մի հասկացանք, որ Ադամի մեջ մեղքերի մեջ ենք, հիմա տեսեք ոնց ենք Ադամից դուրս գալու Քրիստոսի մեջ մտնում։ Եթե անոր պատվիրանքները պահենք, արդեն քիչ դուրս են գալու, Աստվածային Սուրբ Մագնիսը Սուրբ Օքին դրե քո մեջ բերում աշխարհից կտրում է քեզ։ Բերում է դեպի Քրիստոս, գիրք աղոտ պաշտամունք երկ քարոզչություն։ Ամեն։ Մեկ էլ տենում ես, չես ուզում աշխարհիկների հետ շփվես։ Ինչքան աշխարհիկների հետ քիչ ես շփվում, այնքան քիչ ես մեղք գործում։ Վայ ասում ես, դեն խոսելուց ոչն էլ է փոխվել, կորենի նման եմ խոսում, բսավոր կորենին ես լսում։ Ահա։ Հիմա տեսեք կորենի նման էլ չեմ սայթակում, կորենն էլ Հիսուսի նման չէ սայթակում։ Դրա համար ասում նմանվի ինձ, ինչպես ես նմանվա Քրիստոսին մեղավորներից գլուխը։ Ամեն, բաում հետ շփվում ես, նրա նման ես դառնում, դու այլա սերվածների հետ շփվում ես, լրբերը կալում են, կողդ բոլորը թվռում են, բաշկա տեսավ կցանկանա։ Ով աշ քո դրա համար մեկտեղ հավաքվելը սրբերի հետ մի թողեք։ Որ այլանդակների հետ հավաքվեք, կայլանդակվեք։ Սուրբերի հետ հավաքվեք, կսրբանաք։ Հեսով չլնի, վաղը չլնի, մեկը մյուս օրը կլնի։ Լինելու է, որտեղ Սուրբ Օքին չի թողա դու անոք նստես, ամեն։ Կհանդիմանա հովիվդ, կսաստա, կհորդորա, կբացատրա ձեռդ, կբռնա, կթրցնա մի խաշբերուկ, ամեն։ Մինչև կտեսնես դու էլ արդեն հովիտ նման ոչ թե դու ես թռնում, ապա 5 հոգի էլ հետդ ես թրցնում։ Բտենց է։ Եթե անոր պատվիրանքները պահեք, այնատեն գիտենանք, թե զանիկա կճաշտանք, լավ, եթե դու ասում ես, ես նրան ճանաչում եմ, բայց մեղք ես գործում, դու կրոնի ոգուն ես ճանաչում, դու Քրիստոս չես ճանաչում։ Անոր կսե, թե ես զանիկա ճանչեցա, ու անոր պատվիրանքները չի պահեր, ուշադիր զանցանում, ստախոս է, ու ստի օր զավակ։ Ստախոս է ու անոր մեջ ճշմարտություն չկա, բայց ան, որ անոր խոսքը կպահե, իր ասում է, անոր մեջ կատարյալ է Աստծոյ սերը ու ատով կճաշնանք, թե անոր մեջ ենք, որտեղ պահում ենք անոր պատվիրանները։ Իսկ մենք եթե Քրիստոս չունենինք, նրա պատվիրանները չենք կարող պահել, ամեն։ Ով ասում է սուրբա ինք էլ չկա, Քրիստոս տա իր մեջ, ամեն բանի մեջ։ Ով ասում է սուրբա իր հինը քայքայված, փտած ու փչացած է։ Իրոք փչացածի մեկնել էլ ենք, ամեն։ Դրա համար փչացանք։ Քրիստոսը ծնվավ, մեծացավ, թագավորեց ու կառավարում է հիմա, ալ ոչ թե ես, ապա Քրիստոս։ Մի երեցի անունով երեցեր։ Նա եղբայր կոսում է երես չէ, երեցա։ Ես անընդհատ բացատրում եմ, որ էլ մեղ չեն գործում։ Ասում եմ, դու մեղ չես գործում, ասում եմ, ես չէ, Քրիստոսը չի թողում մեղ գործեմ, ալ ոչ թե ես, ապա Քրիստոս։ Հայնի դու մեղ չես գործում։ Նրանք շեշտը դնում են անձի վրա։ Հոգևորները շեշտը դնում են Քրիստոսի վրա, ալ ոչ թե ես, հապա Քրիստոս, Քրիստոսի հետ խաչը ելա, ալ կենթանի եմ ոչ թե ես, հապա Քրիստոս կենթանի իմ մեջս։ Ասես քարոզչությունը բոլոր կրոնավոր եկեղեցիներից վերացված է։ Կխոսեն սրբության մասին, բայց ճամփեն ցույց չեն տա, որ նրանք ամեն բանը թողեն նվիրվեն աղոթքին, գրքին, պաշտամունքին, քարոզչությանն ու վկայությանը։ Օրորի հինը Քայ կփտի կփչանա, նորը կձևավորվի եւ դու արդեն Քրիստոսի պես կխոսես, Քրիստոսի պես կնայես, կմտածես ու կգործես, ալ ոչ թե դու կլինես, ապա Քրիստոս, ամեն։ Հեշտ ասես բժշկվի, մենք պիտի բժշկված լինենք, բայց հիվանդ է հոտդ եղբայր։ Կարող է դու դևերի վրա իշխանություն չունես, դևերի հետ քիփես, դրա համար դևերը չեն գնում հոտիցդ։
Բքնի ինչու է դևերը թակավորում քու եկեղեցում։ Ինչու է հովիվդ եպիսկոպոսը հիվանդ, շաքար, գանգրենա, դիալեզու եսին պոշկեքից հիվանդ, նեղում է ներսից։ Բայց արդար հովիվը բարի հովի նման, Հիսուսի նման պիտի հրճակեր Տիրոջ զորությունը, հրամայեր Տիրոջ անունով դևերը դուրս գային եւ հիվանդները բժշկվեին։ Ամեն։ Ուրեմն ան որ կսի անոր մեջ կբնակվի վերջի մասն է։ Այնպես պետք է քայլե, ինչպես անիկա քայլեց։ Ամեն։ Հələ Հովանու ավետարանն ասում այն գործերը պիտի անի եւ ավելին անի։ Հիմա սիրելի օքի, որ քեզ հաղորդության անդամ ես համարում, ինը անած արդեն Քրիստոս ակած ես ըստ Հովանու 6-ի։ Դու նրա պես ես քայլում, խոսում ու գործում։ Դու նրա նման մեղ չես գործում։ Դու նրա նման մեռելներ ես արուցանում։ Դրա համար գնա զղջապ աշխարհի, որտեղ դու հաղորդություն տել ես սխալ ընդունում։ Դրա համար ցավագեր ու հիվանդ ես դառնում անարժանաբար Տիրոջ մարմինն ու այրունը ուտելով եւ խմելով։ Ամեն։ Հիմա տեսեք, բերեք աղոտ կանենք, որ այս պատգամը իրականից յուրաքանչյուրի մեջ խշմտանք արթնացնի։ Մեռած խշմտանքը վերակենդանանա։ Դու իրոք սուրբ ես, թե խաբված ես։ Թո Տեր իրականից ցույց տա, որ իրականից շատ քիչ չեն մնաց հետս մտածողները։ Ով Տեր ասում, փրկե, սուրբ չմնացել։ Սուրբ իրական սուրբ, մեղքից ազատագրված, ոչ թե սրբացածներ շատ կան։ Առաջի Կորինթացիս 1-ից 2-ը Հիսուս Քրիստոսով սրբվածներ, նորեկ ծնվածներ, սուրբեր դառնալու կանչվածներ, հինը հանած Քրիստոսակած կամ հասունցած սրբեր, որ ոչ թե անունով են սրբացած, իրանք հին գործերից համարել բան չեն անում, ամեն։ Մնում մկրտվեն, հագնեն վերիզորությունով զգեստավորվեն, կատարյալ դառնան, հաստատվեն, զորանան, հիմնվեն։ Ինչ ասում է Պետրոս, ամեն, ամբից ու անարատ դառնան եւ դրանից հետո էլ հարատևեն մինչեւ հոգով հաղթեն եւ երրորդ զորությունը հագնեն ու եպիսկոպոս դառնան։ Ամեն։ Կանգնենք աղոթքի։ Սքանչելի ու պաշտելի Տեր, ամենակարող հայրավիթենության անունդ փառավորվի, անունդ մեծարվի, որ մեզ խրատում ես, որ օրորի սրբությունը կատելագործվի Աստծո վախովը մեր մեջ, օրորի քեզի նայելով, քեզի պես քայլենք, քեզի պես մտածենք, քեզի պես խոսենք ու քեզի պես գործենք, Հիսուս ջան, փառք քեզի ամենակարող Տեր Հիսուս Քրիստոս, փառք քեզի երկինք ու երկիր արարող ամենասուրբ Հիսուս արքա։ Շնորհակալ ենք քեզանից այս վարդապետության համար, շնորհակալ ենք քեզանից երտնային տիրակալս, շնորհակալ ենք այս իմաստությունն ու անճարը մեզ փոխանցելու համար, որտեղ որ օրորի ծնվենք, մեծանանք, հասունանանք, քո լման ասակի չափն ունենանք ու քեզի պես քայլենք, խոսենք ու գործենք ու մեր բոլոր նորեկ ծնված գառնուկներին սրբության ճանապարհը առաջնորդենք, որովհետև առանց խաղաղության ու սրբության մեկը Տերը չի տեսնի, աթոր համար սատանան իր բոլոր ուժերը կենտրոնացնում է, որ եկեղեցու մեջ սրբության քարոզչություններ չլան, բայց մենք սատանայի իշխանությունից հեռու ենք եւ Սուրբ Հոգու իշխանության տակ ենք, գիշեր ու ցերեկ խոսելու ենք խաղաղության ու սրբության մասին, սիրո խաղաղության, սրբության հոգին մեզ սիրո խաղաղության Աստծո մոտ կտանի, փառք հավիտենության Հորը, Որդու Հիսուսի անունով, ամեն։